Դրանից հետո Հիսուս անապատ տարվեց հոգուց, սատանայից փորձվելու, եւ 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց։ Ապա քաղց զգաց, եւ փորձիչը սատանան մոտենալով նրան ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց եւ ասաց. «Գրված է, միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ Ապա սատանան նրան տարավ Սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է, իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, եւ ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպիսի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Հիսուս դարձյալ նրան ասաց. «Գրված է, քո Տեր Աստծուն պիտի չփորձես»։ Սատանան նորից նրան առավ, տարավ մի շատ բարձր լեռան վրա եւ ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. «Ետևս գնա սատանա, որովհետև գրված է. պիտի երկրպագես քո Տեր Աստծուն եւ միայն նրան պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց եւ ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։ Սրբազան Հիսուսի փորձությունը ինչով էր պայմանավորված, ինչու պետք է Հիսուս փորձվեր։ Բոլոր բանավոր էակները պետք է փորձվին, այսինքն հրեշտակները եւ մարդիկ։ Այս Աստծո տնօրինությունն է։ Եվ հոստը մենք տեսնենք, որ Տեր Հիսուս մգրդվել է հետո, Աստվածահայտնութեն է հետո, որ դու ես իմ սիրելի որդիս, Սուրբ Հոգու կողմէ անապատ կդարվի փորձվելու համար։ Ուրեմն փորձությունը պետք է մենք հասկանանք երկսայրի սուր։ Սատանայի եւ Աստծո ակնկալությունը փորձության են դարբեր բաներ են։ Աստծո ուզածը փորձությունը մեր մեջ բերե փորձառությունը, հավատարմությունը, հաստատակամությունը, այսինքն գրագը միշտ կործանվելու համար չօգտագործվեր, չէ՞։ Գրագը նաև հաստատելու համար կգործածվի։ Գրագով է, որ երկաթը բողբատ կվերածվի։ Հետևաբար փորձությունը մեր մեջը չհասունցած բաները կհասունցուն է։ Ուրեմն Տեր Հիսուս որպես մարդ էակ, մարդկային կյանքի բոլոր փորձառություններուն մեջ մտած, երեխա եղած, երիտասարդ եղած, պատանի եղած, հիմա հասուն մարդ, իսկ հիմա ամբողջ մարդոց մեղքը իր վրա առնելու գործը կսկսի։ Ուրեմն ինքը հորթանանի կերին մտավ, մեղքերը ստանցնեց իր վրան եւ ի վերջո խաչին վրա պիտի վճարե անոնց պարտքը, բայց արժանի է մեղքին թիմանալու, ինչով է ինքը մեծ կամ ավելի կարող մեղքին թեմ գնալու, առաջին մարդը աթամը հաղթվեցավ մեղքից։ Ուրեմն ուր ենք գիտենք, որ այս նոր աթամը Հիսուս Քրիստոս պիտի հաղթե, այսինքն տեսական կերպով հարկավ Աստծո որդին ասել հեշտ է, բայց այդ ընդունելի չէ երկինքի համար, ոչ էլ սատանայի համար, որովհետև սատանան անփաստանող է նաև։ Ուրեմն ինքը մենք չենք լսել, հոսալ չէ գրված, բայց անփաստանողն է, ցերեկ ու գիշեր։ Ուրեմն սատանան հարկավ թե կանփաստաներ նաև Տեր Հիսուսի մասին, չէ՞։ Ուրեմն երբ որ ինքը լմանապես չփորձվի, որպես փրկիչի փորձութենան չանցնի, ուրեմն մի տեսակ իր փրկիչ լինելու հանգամանքը, ինչպես ասենք, մի քիչ դգար դիտելար։ Այնպես որ Տեր Հիսուս պետք է անցներ նաև այդ մարդկային փորձություններուն ամենեն ծանր եղածին մեջ են, եւ ինքը պետք է փորձվեր որպես մարդ էակ, որպեսզի իր առաքելության սկսի։ Նայեցեք, ճիշտ առաքելության սկիզբն է ասիկա։ Մենք հալ այդպես չէ, գերտանք 4 տարի համալսարան գարտակ, հետո վերջին քննություն կուտանք,
որպես մենք կորզասպարեզին մտնենք։ Եվ կամ ոյվե կորզ ընդունելու առաջ երբեմն քնութենեն գանցնեն անց, անգե հետո այդ կորզը կհանցնեն։ Ուրեմն սատանայի թեմ, մեղքին թեմ, Տեր Հիսուս Քրիստոսի առաքելության սկիզբը Աստծո եւ Սուրբ Հոգիի տնօրենությունն էր, որ ինքը այդ քնութենեն անցնի։ Ոչ թե Աստված կասկածում էր Տեր Հիսուսի կարողութենեն, որ կամ Սուրբ Հոգին ճիշտ ագրարակը հավատում էին, բայց պետք է փաստվեր այդ։ Ոչ մեկ մարդ չգնարսել, որ ոչ մեկ աշակերտ չգնարսել, որ ես արդեն գիտեմ այդ նյութը, քնության մտնելու պետք չունի։ Չէ, եթե գիտես այդ նյութը, ճիշտ ագրարակը քնության պետք է մտնես եւ փաստես տուն։ Այնպես որ փորձությունը այդ երկսայրի սուրիբես է։ Սատանան հոնդե գուզե մեզի գործանել, Աստված գուզե հոնդե մեր առաքինությունը մեջտեղ խանել։ Սրբազան ինչու անապատում փորձվեց Հիսուս։ Անապատ մենք չենք հասկնար թե հարգավ թե միայն ավազներու վայր, ինչպես որ մենք կտեսնենք Արաբիո եւ այլն, ամայի դեղը, այդ գրնալալ անդար, այդ գրնալալ քարքրոտ դեղը, լեր գրնալալ, այդ հետևաբար ինչպես որ Տեր Հիսուսի փորձությունը լերմն էր, փորձության լերն է, եւ դա կավինգա, եթե Սուրբ Երկրկացուները կտեսնեն այդ լերը, խոբան մի փլուր էր իրականության մեջ։ Ուրեմն անաբադը այնտեղն է, որ մարդը չգնար ապրել, որովհետև ջուր չկա, քազաններ կան, թունավոր օծեր եւ գարիչներ կան, արևը շատ խիստ է եւ ցուրտը շատ սաստիկ է գիշերները եւ մարդկություն չկա, սնունդ գտնել, ջուր գտնել շատ դժվար է։ Ուրեմն մի տեղ է, որ հոնդե մարդիկ գերտային նաև հոգևոր փորձառության վերջին ծայրին հասնելու։ Այդ ինչը իրականության մեջ գերտակ անաբադ եւ հոնդե Աստուծո հետ թեմհանդիման գուքակ։ Բոլորովին Աստուծո նախախնամության ցերկն եք։ Ան որ անաբադ գերտա մահը աչքի գարնե։ Այս մեկ երկրորդն ալ անաբադը հոգևոր փորձության իդեալ տեղն է, որովհետև Հիսուսը որ եթե չար ոգին մարդն ելլե, գերտա եւ անչրտի դեղեր գշրչի, ամայի դեղեր եւ օրհանգի չգտներ յետ կդառնա։ Ուրեմն մենք հոգևոր քրագանութենն նաեւ գիտենք, որ այդ ամայի դեղերը թևերու բնակավայրները, այսինքն մի տեսակ հոնդը իրենք ավելի հանգիստ կնեն եւ նաեւ իրենց գրագի փնությունը ճուրեն հերու ավելի հանգիստ կնե այնպես որ թև հանելու արարողություններուն օրհնված ճուր կորցածվի օրինակ որովհետեւ մի տեսակ այդ թևի փնության հագարակ է այդ ճուրը այնպես որ անաբադը մի տեսակ հոգևոր հերոսության դեղն է նայեցեք Հովանես Մգրդիչն ալ երդասարդ տարիքին անաբադ կքաշվի վայրենի մարահկուտե վայրենի մեղր կորցածը եւ այդ դժվար միջավայրի մեջ գաբրի իր սրբությամբ այսինքն քիծեն անտին անցած մարդոց դեղն է անաբադը դեղն է որ դուք ըներիկ ոչ մեկ բան չունիք Աստուծո չարության սրբության ծեր եսի սխալներուն հետ հանդիպելու վայրն է այսինքն հոգևոր բادرազմի ամենեն խստակույն եղած վայրն է անապատը ուրիշ բան չունիք միայն գսպավիկ հոգևոր աշխարհի հետ որպես ընդելանակ անոր եւ նաեւ դուք հասկնակ ծեր եսը այնպես որ պետք չէ մենք միամիտ ասենք որ անավատ կացողները բոլորը հերոս յետ կդառնան շատերը կմեռնին շատերը կխենթանան շատերը կթիվահարվին բայց մի տեսակ հունդերը պատերազմի վայր է այսինքն այդ վերջին ծայրն է ուրեմն Տեր Հիսուս անոր համար անաբադ քաշվեցավ հետո մենք պետք է մտածենք որ Տեր Հիսուսի ժամանակ կյանքը շատ պարզ էր եւ ժողովուրդ արդեն շաբաթ 2 օր ծոմ կփրներ, պահ կփրներ, շատ աղքատիկ կապրեին, հողե տուներից մեջ կապրեին, այնպես որ
պետք է հոգևոր հերոսը մարգարեն մի քիչ պետք է դարբեր լալ։ Այն բաները պետք է ուներ, որ ժողովուրդը չի գնար ունել։ Օրինակի օնոր համար Հիսուս 40 օր ծոմ կբռնե։ 2 օր ամեն մարդ կբահե շաբաթը, բայց անընդհատ առանց ուտելու եւ խմելու 40 օր այդ ծոմը բռնել քեր մարդկային մի երևույթ է։ Անիկա միայն շատ հadoop մարդիկ կբռնեն։ Օրինակ 5 դագարան մեջ Մովսեսը եւ Եղիա մարգարեն այդ փորձառութենն գանցնին։ Այնպես որ հոստե մի տեսակ Տեր Հիսուս անաբադի այդ փորձառությունը գունենա անաբադեն գանցնի։ Մեկ ուրիշ պատճառն անաբադը այդ է, որ անաբադը 5 դագարանի մեջ հրյա ժողովրդի խավարանն էր։ Եգիպտոսեն ելան, Կարմիր ծովեն անցան եւ իրենց խոստացյալ երկիրին հասնելու համար 40 տարի շրջեցին անաբադին մեջ։ Հոն օրենքը ստացան եւ հոնդեղեն անցնելով խոստացած ավետիած երկիրը մտան։ Ուրեմն հիմա Հիսուս Քրիստոս նոր Իսրայել Աստծո որդին, հոստե պետք է նշենք Աստծո որդի բառը 5 դագարանին միայն կկործածվի Իսրայելի ժողովրդին համար, որպես ամբողջություն, Իսրայելի համար կօգտագործվի։ Ուրեմն հոստե Հիսուս Աստծո որպես Աստծո որդի, ուրեմն նույն անաբադի փորձառութենն պետք է անցներ ոչ թե 40 տարի, բայց 40 օր։ Հիսուս գիտեր, որ պիտի փորձվեր, ինչպես ճանաչեց սատանային։ Գիտեր, որ պիտի փորձվեր սատանայից։ Ուրեմն հարգավ թե ինքը փորձվելու համար տարվեցավ անաբադ, Սուրբ Հոգիի կողմէ տարվեցավ փորձվելու։ Միայն թե հոստե փորձության մի հատկությունը պետք է խոսենք մենք, որպեսզի հատուկ հասկացություն մենք զարգացնենք փորձության մեջ։ Երբեմն մարդիկ կգարձեն, որ փորձությունը այն բանն է, որ սատանան գուքա եւ կփորձե մարդը։ Որպեսզի փորձությունը լա, 3 բաները հոն պետք է ներկա լինեն։ Անպայման, բոլոր փորձություններում մեջ այդ 3 բաները ներկա լան եւ առանց այդ 3 բաները մեկը ներկա է, այդ փորձությունը դատարյալ փորձություն չդառնար։ Աստված պետք է լա այդ փորձության մեջ, սատանան պետք է լա եւ մարդուն եսը պետք է լա։ Մեր բոլոր փորձություններում մեջ այս 3-ը ներկա են։ Հետևաբար Տեր Հիսուս Քրիստոս գիտեր, որ փորձության համար կգտնվի հոն եւ կփորձվի իր մեջը ամեն ինչ, բայց ինքը շատ լավ գիտեր, որ իր փորձության ադեն Աստված, սատանան եւ իր էությունը, մարդկային էությունը 3-ն ալ ներկա են հոն։ Որովհետև եթե Տեր Հիսուս իմանար, որ հիմա սատանան պիտի գա եւ այդ փորձությունը սատանան գնա, շատ հեշտ է իմանալ։ Մեզ համար այդպես է, չէ՞, եթե մենք միայն սատանայի կողմը փորձվենք, իմանանք, որ սատանան է եկողը, գոդոշներով եւ բոչերով, եւ հիմա մեզ կքրքրե, այնտեղ շատ հեշտ է անորդ իմանալ, բայց սատանան այդպես չի կար։ Սատանան երբ որ փորձելու գուքա մեզ Աստված եւ մեր բնությունը, մեր գիրքերն ալ միասին երրորդությունը կգազմեն եւ անոր մեջն է մեր փորձությունը կկատարվի։ Այնպես որ Տեր Հիսուս Քրիստոս գիտեր, որ պիտի փորձվեր։ Եվ փորձությունը եկավ արդեն, գիտեր, որ կփորձվեր, բայց հոնդը մի տեսակ իր մեջ ծածկվեցավ, որովհետեւ փորձությունը կատարյալ լա, թե իրեն փորձող ով է։ Սուրբ Հոգին է, քանի որ անաբադ Սուրբ Հոգին դարավ իրեն եւ 40 օր աղոթեց Աստծո հետ էր, եւ իր փնությունն է, թե սատանան է։ Մենք կհասկանանք, որ միայն երրորդ փորձութենը հետո գսե յետս կնա սատանա, բայց անգյա առաջ չսեր։ Բարձրապես փորձությունը թիմակալ է եւ այդ փորձությունը կմերժե Աստծո խոսքին վրա հենվելով, բայց հոնդե բոլոր փորձությունները նաև գուքա Աստծո խոսքով։ Սրբազան հայտնի է արդյոք թե սատանան ինչ կերպարանքով հայտնվեց Հիսուսին։ Հատված մեզի գսե որ սատանան մարմնավես հանդիպեցավ Հիսուսին, բայց հարգավ թե մենք չենք գիտեր այդ հանդիպած սևը ինչ է, որովհետև մենք գիտենք որ սատանան նաև կարող է լույսի ռեշտակի պես երևել,
Բայց պետք է մենք ավելի մտածենք, որ սատանան զորավոր աստեցություն տարածող կետրոն մնա չարության, ինչպես որ հիմա հերոստացույցի գայան գա, չէ՞, եւ կարելի ամբողջ աշխարհ հաղորդումը տարածել։ Ամեն տուն տեսականորեն կրնա մտնել մեկ հերոստագայանը, այնպես որ սատանան հոգևոր աշխարհի մեջ այդ զորավոր աստեցությունը կսփռե, այսինքն հոստեղ որպես փորձությունը կատարյալը լա աստվածային հանգամանքը փորձվող պետք է ազատ թողը։ Առաջին փորձությունն ալ այդպես չէ Ադամ Եվային։ Աստված հրամանը գուտա, հետո կան հետանա։ Հետո ուծուկա եւ կսկսի զրուցելու Եվայի հետ։ Փորձությունը հոստեղեն գուկա, բայց Եվան հոնդե օծը որպես թշնամի չընկալեր։ Օծը վնասագար չէր իրեն։ Մի բարեկամ էր, որ կարող էր զրուցել անոր հետ։ Ուրեմն հոսալ Տեր Հիսուսին սատանան կարելի է մի հրեշտակի ցևով երևի, որ զրուցեն եւ այդ մինչեւ վերջին առաջարկը, որ պետք է ինձ բաշտես, այնադեն հասկացավ Տեր Հիսուս, որ անունով պետք է գոչել այլևս այդ փորձիչը եւ ասել եդիս կնա սատանը։ Սրբազան անդրադառնանք Հիսուսի փորձություններին առանձին։ Եվ փորձիչը սատանան մոտենալով նրան ասաց. «Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»։ Գիտենք, որ Հիսուս նման հրաշք կարող էր գործել, ինչու չգործեց։ Ուրեմն Տեր Հիսուս չէր գիտեր, թե փորձության շրջանը ավարտեց թե ոչ։ Անիկա պիտի իմանար այն ցայնը, որ իրեն անաբադ քնասավ, անաբադ տարավ, նույն ցայնը պիտի ասե, որ այլևս լմնցավ քո փորձության ժամանակը։ Եվ դակավին այդ չէ պատահած։ Ուրեմն եւ անոթեցավ։ Այդ շրջանը մի տեսակ ավարտելու վրա էր Տեր Հիսուս սկաց անիկա, բայց դակավին չէր ավարտված եւ սատանան գուքա գսե որ անոթենեն պիտի մեռնես դու։ Մեղք չես, ուժ չունես դու, Աստծո որդի չես դու, այս քարերունս է եւ հաց կլան եւ դու գեր։ Ուրեմն հոստը այն առաջարկը, որ Հիսուսին եկավ, բարի է։ Նայեցեք, բարի է։ Դու Աստծո որդին ես, ուժ ունես, ինչու մեռնես, հոնդե քար հաց կլայ, գուտես եւ քո մարդկային մարմինս կփրկես։ Բայց Հիսուս հոստը հասկանա, որ իր եսի, իր մարմինի նկատմամբ մեղանչում ցավ ըսկացումը գարտնցնե սատանան, երկրորդն ալ կհրե իրեն իր հոգևոր ուժերը իր անձի համար օգտագործելու եւ գախարտություն ունելու։ Ուրեմն Տեր Հիսուս հրաշագործ էր, բայց գախարտ չէր։ Հոգևոր ուժը եւ զորությունը անձնական շահի համար պետք չէր կործածվեր։ Անորամար աշակերտներուն ալկսե չէ, ծրի արիք, ծրի բիդակ։ Իսկ գախարտությունը այն է, որ հոգևոր ուժերուն ես կտիրանամ, ասոր համար ասոնց միջոցով ես կրնամ դիրաբետել ուրիշներու գամքին, հարստանալ ես, իշխանություն ցերկ բերել, ուրիշները վախցնել, որովհետև ես այս ուժ ունեմ։ Նախ եւ առաջ այդ ուժը ես ինձ համար պիտի օգտագործեմ։ Գախարտության միտքը այս է։ Գախարտության միտքը հոգևոր ուժը նյութականը վերածել է։ Եվ հոգևոր մարդու ամենամեծ փորձությունները մեկ այս երաբես։ Հոգևոր ուժ որ ունի, ինչպես անիկա չօգտագործել ճիշտ հակարակը պետք է անել։ Նյութականը հոգևորին պետք է ծառայել, ոչ թե հոգևորը նյութականին վերածվի։ Ուրեմն Տեր Հիսուս մերժեց հաց գտնելու համար հոգուս փոքուսներ, որովհետև այդ հացը Տեր Հիսուս կգտներ քեզ ժամ քալելով։ Եթե այդ փլուրից վար իջնար, վար արդեն քյուղեր կային։ Կրնալ երթալ եւ հոնդե հաց կգտներ եւ գուտեր այդ հացը։ Հրաշք կործելու պետք չուներ։ Հիմա ես հրաշքի պետք չունիմ, երբ որ ծարավի եմ։ Չուրը հոսը, կրնամ երկարել եւ չուրը կրնամ խմել։ Բայց եթե ասեմ, որ ես այդ ուժ ունեմ հիմա
1-2-3 պիտի ասեմ, քավաթը պիտի հայտնվի եւ ճուրս պիտի խմեմ։ Անիկա այդ արաբյան հեքիաթներու հոկուս պոկուսն այդպես թև մգելը կսե ուզե ինչ կուսես, հա գուզեմ սեղամ մամիջավես սեղամը գսարկվի։ Ուրեմն Տեր Հիսուս մեջեց այդ տեսակի հոգևոր հասկացությունը, հրաշագործության այդ տեսակը մեջեց ինչպես Աստծո խոսքին թիմելով։ Այդ ցայնին ըսավ Տեր Հիսուս, դու գսես որ ես կմեռնեմ, բայց 40 օր արդեն ես ապրեցա, ինչպես ապրեցա ես։ Այս մարմինս ինչպես դիմացավ քաղցին եւ ծարավին Աստծո խոսքով։ Ուրեմն մարդը միայն հացով չապրիր, Աստծո պերնեն ելած ամեն մեկ խոսքով է որ գաբրի։ Եվ մենք գաբրինք մեր կյանքը պիտի վերջանա մի օր։ Երբեմն շատ առողջ մարդիկ կմեռնեն, արգածներ կպատահի, երբեմն կփրկվեն մարդիկ։ Իրապես մենք մեր կյանքը չունենք մեր գերածներս եւ խմածներս։ Այլ մենք մեր կյանքը ունենք, որովհետև մի խոսք կա։ Դակավի մենք ծնվելուց առաջ քրված է, գսե որ սականդարի պիտի ապրեստո։ Այդ օրերը գսե Սաղմոսը արդեն քու քիրքիդ մեջ քրված են։ Այնպես որ մենք Աստծո խոսքով ենք որ կապրենք, եւ Տեր Հիսուս այդ գսե սատանային։ Սրբազան ընթերցեմ հաջորդ հատվածը։ Ապա Սատանան նրան տարավ Սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետեւ գրված է. Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին եւ ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպիսի երբեք քո ոտքը քարին չխփես։ Ինչ նպատակ ուներ այս փորձությունը։ Ուրեմն նայեցեք, փորձողը Տեր Հիսուսը կդանի սուրբ մի վայր։ Հրեաներու համար ամենը սրբություն սրբոց կոչված տաճարը։ Հրեաները մեկ հատ տաճար ունեին Երուսաղեմում։ Շատ սինագոգներ ունեին, բայց մեկ հատ տաճար ունեին։ Եվ մարգարեություններ կար, որ Մեսիան պիտի գա այդ տաճարեն ներս։ Եվ պիտի հայտնվի։ Եվ անոր համար հրեաները երկինքեն կսպասեին, որ Մեսիան պիտի գա։ Ուրեմն փորձիչը գտնե Տեր Հիսուսը այդ տաճարի աշտարակին վրա, որը մարդիկ լեցուն են, մրջուններով են։ Եվ հիմա Տեր Հիսուս գիտե իր մեծ զորությունը, իր ունեցած, գիտե Աստուծո հավանությունը ունի, գիտե հրեշտակներու օգնությունը ունի, ուրեմն փորձիչը գսե, որ թուն Մեսիան ես, չէ, ինչու պետք է ուշացնես քո Մեսիա ըլլալ հանգամանքդ, խոստե վար գցիր թուն քեզի, հրեշտակներ պիտի փնեն քեզի, կամած քեդին պիտի ինաս, պիտի չինաս, պիտի սուզվիս, պիտի կաս, սուպերմենը բես պիտի ինաս, վերարգուտ պիտի փացվի, վարեն քեզի դեսնողները պիտի ասեն, որ ահա երկինքեն մեկը իջավ, Մեսիան այս է, եւ քեզի պիտի երգիր պակեն, եւ թու Մեսիա պիտի լաս, փրկիչ պիտի լաս, ինչու չես փորձեր ասիկա, ինչու երգարել այդ, եւ քրավիչ մի հարաճար գերասիկա Հիսուսի համար, եւ Հիսուս գիտեր, որ այդպես էր, այդպես պիտի լար իրապես, եթե ինքսին թողեր, ինքը պիտի չինար, գիտեր այդ, եւ ժողովուրդն ալ իրեն անմիջապես Մեսիա լալով պիտի ընդունեին, այդ հրաշքը տեսնելով։ Բայց հոստեղ մի բան կար, Հիսուս գիտեր, որ Աստծո իրեն համար նախադեսած ճամփան այդ չէր, Մեսիա ընդունվելու ճամփան այդ չէր, իսկ եթե ինքը այդ ուներ, պիտի փորձեր Աստված, Աստծո պահպանությունը պիտի փորձեր, ուրեմն Տեր Հիսուս կրկին Աստծո խոսքով կպատասխանե, գսե, որ պիտի չփորձես քո Տեր Աստվածդ, ուրեմն ինքը գմերժե կարճ ճամփայեն հրճակ եւ փառք ստանալու կարեդիությունը։ Ասիգալ ուրիշ մի գախարտական ցև է եւ Տեր Հիսուս գմերժե այդ։ Ուրեմն մարդիկ ինձ պիտի ճանչնան, բայց պիտի ճանչնան իմ խոսքերովս, պիտի ճանչնան իմ օրինակովս, պիտի ճանչնան իմ հրաշքներովս, ես պիտի շրջիմ քյուղ առ քյուղ, քաղաք առ քաղաք,
եւ պիտի երթամ պիտի քարոզեմ մարդոց միտքերը պիտի լուսապանեմ մարդիկ պիտի հավատան ինձ որովհետեւ պիտի հասկանան իմ խոսքերուց մեջ այդ լույսը տեսնելով ուրեմն Տեր Հիսուս մերժեց այդ առաջարկը նաեւ Երրորդ փորձության ժամանակ Սատանան ասում է. Այս բոլորը քեզ կտամ, եթե գետնին ընկնելով ինձ պաշտես։ Ինչպես կարող էր Սատանան հույս ունենալ նման բան մտածել, որ Աստծո որդին կպաշտեր իրեն։ Հոստե շատ ավելի նուրբ մի առաջարկ է։ Եվ որ աշխարհի բոլոր հարստություններու եւ թակավորություններու ցույց կտա Սատանան Տեր Հիսուսին։ Նաեւ թե Տեր Հիսուսը եւ թե Սատանան շատ լավ գիտե այդ բոլորին հասնելու միջոցները։ Այդ բաներուն հասնելու միջոցները թավաճանությունն է, սուտխոսինն է, մերցնելն է, ուրիշներ ստրուկ դարձնելն է, մեծ պատերազմներ մղելն է։ Ուրեմն Աստծո սկզբունքներուն թեմ կորցելն է։ Այսինքն մամոնային պիտի դրանաս, բայց նախ եւ պետք է առաջ այն անուր պետք է ծառայես, չէ՞։ Այսինքն հոնդե այդ հարստությունը Սատանան գուզեր դալ Հիսուսին, բայց գսեր որ իմ սկզբունքներս պիտի ընդունես։ Աստծո սկզբունքները մի կողմ պիտի թողուս, սրբություն է եղեր, շիդակ մարդը լալ է եղեր, ուրիշին օգնել է եղեր, չէ, թուն պիտի մտնես մրցակցության ճամփում մեջ, ամեն մարդու հետ։ Պատրաստ պիտի լաս բոլոր սրբություններդ ոտնագող գնելու, որովհետև այդպես են այդ բաներուն դիրացողները։ Այսինքն պատմության անունները թողած այդ մեծ մարդոց մենք նայինք, եւ որ մի քիչ քերթես դագեն ադոդություն գելլե։ Մաքիավելլիի փիլիսոփայությունը գելլե դակից, որ ամեն ինչ պետք է ունես ուժին հասնելու համար, եւ որ Մուսոլոնին Հիտլերի հետ կհանդիպի եւ տաշնակիր գստորակրե, գսեն որ ինչպես այդ մարդուն հետ գրնաս կորցակցիլ։ Լրակրողները կհարցնեն, գսե որ ես մեծ նպատակներ ունեմ, անոնց հասնելու համար նույնիսկ Սատանային ցերկը կթոթվեմ ես։ Այո, եթե ոչ Մուսոլոնի չէր գնարլալ ինքը։ Հիտլեր չէր գնարլալ, Ստալին չէր գնարլալ, Նապոլեոնը չէր գնարլալ։ Նապոլեոնին կհարցնեն, գսեն որ քու այս արշավներուտ հետևանքով հազարավոր, 100 հազարավոր մարդիկ կմեռնին, անալ գսե որ ինչ է կյանքի արժեքը որ գսե իմ մեծ իդեալներուս համար, ինչ է 1 միլիոն մարդ գսե, եթե իմ իդեալներս իրագործան, 1 միլիոն մարդ ալ թող բջանա, այսքան բարձ է, չէ, թող բջանան, ինչ կլավոր, Սատանան այդպիսի ուժ կարաչարկեր Հիսուսին, այդպիսի սկզբունքներու յուրացնել էր, եւ Հիսուս կմերժի անիկ արգավտե։ Այդ հարստությամբ միասին այդ սատանայական սկզբունքները կմերժի։ Եվ գսե որ չէ, միայն քու դեր Աստծույթ պիտի պաշտես։ Միայն քու դեր Աստծույթ արդարության սկզբունքները պիտի առնես քու վրատ։ Հավատացյալը օրհնությունը պիտի ընտրե, անեծքը եւ մահը պիտի չընտրե։ Հավատացյալը բարությունը պիտի ընտրե, ճշմարտությունը պիտի ընտրե։ Այդ սկզբունքներով պիտի վարվի, եթե այդ սկզբունքները իրեն աղքատ կնե, ինքը պիտի չժխտե այդ սկզբունքները։ Այդ սկզբունքներով պիտի երթա, այս կամուրջը կյանք կոչվող այս կամուրջը ապահով անցնելու համար, որովհետեւ թիմացը գտնե Աստված։ Հետևաբար Տեր Հիսուս կմերժի այս աշխարհիկ հարստություններուն եւ թակավորություններուն դիրանալ Սատանայի առաջարկած մեթոդներով եւ ինքը կընդունի երկինքի թակավոր ուլալու հանգամանքը աստվածային սուրբ օրենքներով վարվելով։ Սրբազան, այսօր էլ մենք փորձվում ենք, փորձությունների ենք ենթարկվում։ Ինչով են նման մեր փորձությունները Հիսուսի կրած փորձություններին եւ ինչպես կարող ենք իմանալ արդյոք մեզ փորձողը Սատանան է թե ոչ։ Թերևս Հակոբոս Արաքյալը պետք է գարթանք մենք, թե մենք ինչպես կփորձվենք։ Իր նամակին մեջ նայեցեք ինչ է գրում։ Ոչ ոք երբ փորձության մեջ լինի,
թող չասի Աստծուց եմ փորձվում, քանի որ Աստված չարից չի փորձվում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է հրաբուրվելով եւ խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում եւ մեղքը հասունանալով մահ է ծնում։ Ուրեմն հոստը Հակոբոս Արաքյալը ինչ կսե մեր գիրքերը փորձության սկսելու բախն է։ Տեր Հիսուսին նայեցեք, երբ կա սատանա եւ որ քաղցած է։ Ուրեմն մեր բոլոր անօթությունները փորձության սկզբնագետն է։ Ամեն տեսակի մեր անօթությունները։ Փորձությունը գոքա եւ գսե որ անօթի ես հիմա։ Անօթի ես հաճողության, անօթի ես փողին, անօթի ես парքին, անօթի ես ծափահարանքի, անօթի ես ընկերների, ուրեմն գշտացուր այս հեշտ կերպով։ Մի նայիր թե այդ Աստծո կամքին համաձայն է թե ոչ։ Անօթի ես սե կարերը հացլան։ Այսինքն մենք անոր համար պետք է շատ ուշադիր լինենք մեր էության մեջ քաղցած սովածած կողմերուն, որովհետև մեր փորձությունը այդ կողմերեն պետք է։ Ուրեմն եւ մենք Տեր Հիսուս Քրիստոսի պես պետք է լինենք Աստծո խոսքերով լեցվի մեր հոգին, որովհետև այդ անօթության բահուն մենք չհանձնվենք ամենեն հեշտ ճամփում։ Փորձ անօթի է, ուրեմն պիտի շահի մանիկա։ Պիտի աշխատիմ քրդինքովս պիտի ուտեմ։ Ոչ թե ուրիշան կողնալով հեշտ ճամփանանիկա, չէ։ Խեջ մի մարդ ամբողջ իր կյանքն հյուսել է եւ հետո դու գերտաս միշտ սուտ կխոսես, կխափես եւ անոր ցերկեն գարնես, կամ դունը կմտնես, կգողոպտես։ Ինչու համար, որովհետեւ դու քաղցած ես։ Եվ սատանան գսե կարողություն ունի սրը։ Իսկ Աստծո խոսքը եթե մենք պիտի իմանանք, պիտի ասենք, որ մինչև հիմա ես ապրել եմ, նոր ենք ապրեմ, բայց պիտի չկողնամ ես, պիտի չխափեմ ես։ Մենք ամենքս սերային արարածներ ենք, չէ՞, սերային կերպով անօթություններ ունենք, բայց Աստված գսե, որ սուրբ ամուսնության մեջ պիտի լա, սուրբ ընտանիքներ գազմելով, բայց սատանան գուքա այդ անօթության բախուն գսե, որ շատ հեշտ է։ Ուրեմն պետք է մենք այդ հեշտության գաղափարին դակ միշտ փորձի չտեսնենք։ Նայեցեք, անօթությունը մերինն է, գիրքը մերինն է, բայց գաղափարները միշտ մերինը չեն։ Հետևաբար պետք է մենք մեր գաղափարները լեցնենք Աստծո գաղափարներով, որովհետեւ այդ հեշտության գաղափարները մեզի կա, մենք կարողանանք Աստվածային այդ գաղափարներով թեմ գալ եւ ասել, որ քրված է։ Հետևաբար Տեր Հիսուս մեզ շատ լավ մի ճամփա ցույց կտա, թե ինչպես մենք պիտի դիմավորենք մեր սոված էության փափակները եւ պիտի կարողանանք ավելի մեծ հաճույքի համար փոքր հաճույքներն հրաժեշտ առնել եւ Աստծո աչքին մտնել պիտի չանանք մենք, ոչ թե մարդոց աչքին մտնել։ Սրբազան փորձություններից հետո այսպիսի նկարագրություն կա ավետարանում. Սատանան նրան թողեց եւ ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։ Ինչպես կմեկնեք այս նկարագրությունը։ Ուրեմն փորձությունը եթե մենք անցնենք հաղթական, այնուհետև մենք Աստծո հետ կհաշտվենք։ Աստծո կողմը մենք փորձված կլինենք։ Ուրեմն երբեմն մարդիկ գսեն, որ Աստված չփորձեր մարդը։ Չէ, Հակոբոս Արաքյալը գսե Աստված չարով չփորձեր մարդը։ Բայց ամբողջ Սուրբ Գիրքը մեզ ցույց կտա, որ Աստված ալգուզա որ մենք փորձենք եւ կփորձե մեզ։ Ինչպես հայր Աբրահամը փորձեց, չէ՞, սավ քու որդիդ Իսահակը ինձ զոհ պիտի տաս։ Եվ խեջ մարդը պատրաստ էր անիկանալու։ Բայց երբ որ իրապես Աստծո հրամանը կատարեց, հետո Աստծո բարեկամը դարձավ։ Ուրեմն հոս մի տեսակ մենք սուրբերու քրություններուն եւ կյանքի մեջ կգարտանք, երբ որ մեկը Աստծո հետ հաշտվի, ամբողջ բնությունը իրեն հետ կհաշտվի։
Եվ որ մեկը հագարակ է Աստուծո, այնադեն Աստծո պատկանող ամեն ինչալ այդ մարդուն հագարակ է։ Թշնամի կդառնանք մենք, եթե Աստծո թշնամի կդառնանք, Աստծո պատկանող ամեն ինչին թշնամի կդառնանք։ Հետևաբար, երբ որ մենք փորձ ունենան անցնելով մեր հնազանդությունը եւ հավատարմությունը փաստենք Աստծո, այնադեն հրեշտակները կփարեգամանան մեզի։ Այլ մի դեպս է, որ քազաններ ալկային, ուրեմն քազաններ ալ կփարեգամանան մեզի հետ, որովհետեւ ամեն Աստծո ծառաներն են։ Մտածեցեք, լերան վրա եք եւ հոնդե մի հովիվ կա 10 շուներ ունի, չեք կրնար այդ հովիվն վրա հարցակելով մոտենալ, որովհետեւ այդ բոլոր շուները ծեր վրա կհարցակին։ Բայց երբ որ բարեկամ է այդ հովիվը ցեզը, այդ բոլոր շուներն ալգուքան ծերքերը կլիսան, որովհետեւ դուք բարեկամն եք անոնց դիրոց։ Ուրեմն նույնը այս դիեզերքն է։ Մեր դժբախտություններուն մեծամասնությունը, թե մեր ներքին կյանքին եւ թե արտաքին հարաբերություններուն, որովհետեւ մենք Աստծո թշնամի ենք։ Երբ որ անոր հետ հաշտվենք, հետո կամաց մենք գտնենք մեծ եղբայրությունը, մարդոցմե հրեշտակները եւ քազանները փակացած, նույնիսկ վիրուսները եւ միկրոբները մեզ կփարեգամանան։ Աստծո սպասող մարդը մի տեսակ ուրիշ տեսակի մի ուժ կստանա իր վրա, որովհետև Աստծո հետ հաշտված է։ Այնպես որ պետք է մենք հալ Աստծո հետ հաշտվենք, բայց այդ հաշտությունեն առաջ Աստված մեզի երբեմն գարտոն է, երբեմն ալ ինքը գուղարկե, որովհետև մենք փաստենք մեր հավատարմությունը, որովհետև մենք այդ գրագին մեջ են անցնենք եւ գրագին մեջ են անցնելուց մենք ավելի մակրակորձվենք։ Ուրեմն փորձությունը նույն բառն է նաև փորձառության հետ։ Աստված գուցե որ որպես անոր զավակները, որպես անոր նմանությամբ եւ պատկերով ստեղծված արարածներ ունին հոգեվոր բնություն նաև մենք։ Եվ գուցե որ մենք անիկա դուրս սանենք եւ սատանային թևերուն եւ չարության փաստենք, որ մենք էության բարի ենք։ Բայց չփավեր երբեք բարի մասին մտածել, պետք է մենք բարին կործենք, փաստենք անիկա։ Անոր համար պետք է սիրենք։ Բոլոր աշխատասեր աշակերտներու պես, որոնք լավ աշխատած են իրենց տասը եւ անհամբերությամբ կսպասեն քննությունը, որպես մտնեն, լավ նիշ ստանան եւ առաջ ընթանան։ Ուրեմն մենք հալ այդպես անհուն մի կյանք կա մեր արջևը եւ ամեն օր մենք ուզենք կամ չուզենք կփորձվենք եւ մեր նկարակիրը կդրսևորենք եւ ինչ որ կցանենք, վաղը պիտի հնցենք նաեւ մենք։ Շնորհակալություն սրբազան մեկնությունների համար։ Հարգելի հեռուստադիտող, հետևեք մեր թողարկումներին ամեն 3 շաբթի։ Բացահայտեք ավետարանական ճշմարտությունները Սահակ Սրբազանի օգնությամբ։ Մինչ հաջորդ հանդիպում։